Այժմ պատրաստում ենք գործել այն, ինչ կոչվում է ավելացման հատ։ Մեր պատրաստած անթել սյունը վերածելով ավելացման հատի։ Դա նշանակում է, որ մենք կրկին անելու ենք նույն քայլերը նույն օղակի մեջ։ Այսինքն պատրաստելու ենք մեկ այլ անթել սյունով հատ, բայց նույն անցքում, ոչ թե հաջորդ հորիզոնական վեի մեջ։ Բայց նախքան շարունակելը, եկեք կրկին համոզվենք, որ հելունը հեշտ է անցնում օղակի միջով։ Այս բանին կարող եք օղակից դուրս հանել հելունը պարզապես փորձարկման համար, համոզվելու, որ այն հեշտությամբ սահում է օղակի ներս և դուրս։ Այժմ պատրաստում ենք հելունը անցկացնել այն օղակի մեջ, որը նշված է նարնջագույն ամրակով։ Այս պահին պետք է անել այնպես, որ հելունի վրա հայտնվեն 3 թել։ Համոզվեք, որ հելունի ծայրը ուղղված է դեպի ձեզ և այն գտնվում է թելի առջևում։ Այժմ իջեցրեք հելունը թելի տակով և շարունակեք այն թելի հետևից, հելունի ծայրը պահելով դեպի ձեզ։ Այսպիսով դուք կարողանաք բռնել թելը հելունի ծայրով, երբ հելունը անցնի իր վրա եղած 2 օղակների միջով։ Պտտեք հելունն այնպես, որ ծայրը նորից ուղղվի դեպի ձեզ։ Հետո ուղղեք հելունը դեպի ձախ և այնուհետ մի փոքր տարեք հակառակ կողմ, այնպես որ նոր օղակի չափսը համընկնի նախորդ չափի հետ։ Այժմ դուք պետք է հելունի վրա ունենաք 2 օղակ։ Հիմա պատրաստում ենք անել ևս մեկ թելով փաթաթում, հելունը իջացնելով թելի տակով և հետո հելունի ծայրը պահելով դեպի ձեզ։ Քաշեք թելը 2 օղակների միջով, միաժամանակ պահելով հելունի զուգահեռ ձեզ։ Երբ դուք անցկացնում եք հելունը 2 օղակի միջով, կրկին պտտեք հելունը դեպի ձեզ, այնուհետև մտցրեք հելունը դեպի ձախ և մի փոքր տարեք հակառակ կողմ, նոր օղակը մի փոքր մեծացնելու համար։ Եթե դուք այժմ հելունի վրա ունեք ընդամենը 1 օղակ, ապա դուք պատրաստեցիք ավելացման հատի առաջին սյունը։